Պատվարժան հայեր ողջույն։ Այս հարթակից նայում եմ ձեզ, տեսնում եմ այս էներգետիկան, միասնականությունը, կամք ու պատրաստակամությունը եւ մի փոքր փոփոխություն եմ առաջարկում։ Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է։ Մեզ մնում է ընդամենը հունիսի 7-ին որպես փաստ արձանագրենք։ Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր վայրկյան ավելի եմ համոզվում, մեր հաղթանակն այլընտրանք չունի, մեզ հնարավոր չէ կանգնեցնել, մենք չենք հավաքվել այստեղ պարզապես խոսելու համար, մենք այստեղ ենք, որովհետև չենք ցանկանում ապրել անպաշտպանության և անորոշության մեջ և հանդես գալ թույլի դիրքերից, մենք այստեղ ենք, որովհետև մեր նպատակը հստակ է, փոխել այս իրականությունը, որքան էլ այս իշխանությունները փորձեցին մեզ հուսահատեցնել, մեր ոգին կոտրել, վախեցնել պատերազմներով և այլ սպառնալիքներով, միևնույնն է, չստացվեց։ Նայում եմ և համոզվում, նրանք անգամ սա են ձախողել։ Ինչպես ձախողել են մնացած ամեն ինչ։ Նրանք չկարողացան մեզ վախեցնել, չկարողացան մեզ կոտրել, բայց ամենակարևորը չկարողացան մեզ դարձնել իրենց նման չարացած, ատելությամբ լցված, միմյանց նկատմամբ անհանդուրժող դարձած հասարակություն։ Մենք չենք չարացել, մենք չենք առաջնորդվում ատելությամբ ու բացասական էներգիայով, մենք առաջնորդվում ենք հավատով, հստակ մոդելավորված սպասումներով և վստահությամբ, որ մեր երկրի ապագան կարող է լինել ավելի անվտանգ, ավելի արդար, ավելի ուժեղ։ Մենք միասնական ենք, ավելի միասնական, քան երբևէ։ Եվ հենց այս միասնականությունն է մեր ուժը, որն այլընտրանք չունի։ Այլևս չկա ես, կա մենք։ Եվ հենց այս մենքն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստան։ Հայաստան, որտեղ անհատը պաշտպանված է, ընտանիքը ապահով, իսկ ապագան վստահելի ու կանխատեսելի։ Եվ այդ Հայաստանը մենք կառուցելու ենք միասին և բոլորիս համար։ Շնորհակալ եմ։ Փոփոխության գաղափարը միավորում է տարբեր ուժերի և սերունդների։ Հրավիրում եմ նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանին։ Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովրդի ազատատենչ ոգին կրող քաղաքացիներ, ողջույն բոլորին։ Այսօր մենք կանգնած ենք մի պատմական ջրբաժանի առջև, որտեղ լռությունը հավասարազոր է պարտության, իսկ անտարբերությունը սեփական անցյալի և ապագայի ուրացման։ Մեր երկիրը գտնվում է մի հորձանուտում, որտեղ պետությամբ և պետականության հիմնասյուները խարխլված են, իսկ հասարակական հույսը մաշված։ Այս ճգնաժամային հանգրվանում մեր առաջնահերթ և անհետաձգելի քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը։ Մի վարչախումբ, որն իր ձախողված կառավարմամբ և անհեռատես քաղաքականությամբ մեզ կանգնեցրել է գոյաբանական սպառնալիքի առջև։ Սա սոսկ իշխանափոխության պահանջ չէ, սա պետական մտածողության վերականգնման և ազգային արժանապատվության վերադարձի հրամայական է։ Մեր տեսլականը խարսխված է այնպիսի արժեքների վրա, որոնք ձևական լոզունգներ չեն, այլ պետության կենսունակության երաշխիք։ Մենք պարտավոր ենք կառուցել իրական, իրավական պետություն, որտեղ օրենքը ոչ թե մահակ է իշխանության ձեռքին, այլ վահան քաղաքացու համար։ Այս ճանապարհին անկյունաքարային է իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը։ Միայն այդ դեպքում,
երբ դատավորը կծառայի բացառապես արդարադատությանը եւ ոչ թե օրվա քաղաքական կոնյունկտուրային, մենք կկարողանանք խոսել արդարության մասին։ Սա է այն բովանդակային ժողովրդավարությունը, որին մենք ձգտում ենք, ոչ թե ամբողջահաճություն, այլ գիտակից քաղաքացիների մասնակցային կառավարում։ Սիրելի ժողովուրդ, մեր բարեփոխումները պետք է արտացոլվեն նաև մեր արտաքին կեցվածքում։ Հայաստանը պետք է դադարի լինել միջազգային հարաբերությունների օբյեկտ եւ պետք է դառնա լիարժեք սուբյեկտ։ Մենք որդեգրելու ենք միջազգային ասպարեզում արժանապատիվ կեցվածք, որը հիմնված է ազգային շահի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Մենք կերտելու ենք ամուր բանակցային դիրքեր բոլոր գործընկերների, հատկապես հարևանների հետ։ Խաղաղությունը ձեռք չի բերվում այն մուրալով կամ զիջելով։ Խաղաղությունը պարտադրվում է ուժով եւ խելամիտ դիվանագիտությամբ։ Մեր բանակցային սեղանին պետք է դրված լինի հայի կամքը եւ հայկական պետության անխոցելի շահը։ Այս վեհ նպատակների շուրջ համախմբվել ենք եւ մեր ուժը իրոք համախմբվածության մեջ է եւ այդ ուժի մարմնավորումն է ուժեղ Հայաստան դաշինք ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Փառք մեր անմահ հերոսներին, կեցե հայ ժողովուրդը եւ հավերժ փառք մեր պետականությանը։ Շնորհակալություն։